Sara, Շոննես։ Ուշեղ տեղ ես դրեք ես արա, հա? Խոսա։ Կպարզեմ, երդվում եմ կպարզեմ։ Որքան եմ քեզ սիրում, երևի երբևէ չիման ասել, չեմ ուզում, որ մնաս այստեղ։ Այ բալա ինչ ես տանջվում, ինչ ես հարթովում։ Հավաքվել էր շորերդ, բապ։ Ու հետո սրանից հետո շաբաթը մեկը գամ ու ինչ-որ պետքա կանեմ։ Այ բալա պետք չի, ես ինքս կանեմ։ Պապ, ասեցի կգամ, ու վերջ, փակեցինք թեման։ Աղջիկ ջան, զանգի Վլադին թող գա քեզ տանի։ Երդ ինչի։ Քանի կոր դու էիր ասում, որ մնա մի քանի օր կարոտել եմ, հիմա էլ ասում ես զանգի Վլադին, ասա թող գա քեզ տանի։ Հա բալես, հա, բայց ես գործեր ունեմ, ես չեմ ուզում, որ դու տանը մենակ մնաս։ Էլի սկսվեց, հա։ Ինչը։ Սոտել ըդ։ Այ բալա, ես ու չեմ խոսում։ Դու վախենում ես, որ կարողա ալի կգա ու մի բան անի։ Դրա համար էլ ուզում ես, որ որքան հնարավոր է շուտ ես տեղից գնամ։ Չէ, այ բալա, ալիքը մի ոչ մի բան էլ չի կարող անի։ Ալիքը իմ բրի մեջ է, այդ առումով դու հանգիստ եղի։ Լավ, ենթադրենք հավատացի։ Ուրեմն գնալու պատճառ ընդհանրապես չունեմ։ Կմնամ, որ տունն էլ կարգի բերեմ։ Ես քեզանով եմ ապրում, բալես։ Միայն քեզանով։ Այես էլ արա, վերջացրու, զանգի Վլադին թող գա քեզ տանի, ես ինձ ավելի հանգիստ կզգամ այդպես։ Այ քեզ կյանք, պապա։ Ես երբ այդքան ժամանակ անցա, որ այսքան բան փոխվեց, հա։ Դու քեզ տենց ավելի հանգիստ կզգաս, դու ուզում ես, որ ես իրա հետ լինեմ։ Ես ինչքան բան փոխվեց, հա, պապ։ Ճիշտ ես ասում, շատ բան փոխվեց։ Ու այդ փոփոխությունների մեջ ես լավ բան եմ տեսնում։ Հերիքա քեզ տանջես, աղջիկս, ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Դու սիրում ես նրան, նա սիրում է քեզ։ Ձեր սերը շատ բացառիկ սեր է, շատ եզակի։ Զանգի թող գա, Վլադը։ Գիտեմ, որ վախենում ես ինձ համար, բայց լավ քեզ բան էլ չեմ ասի։ Չեմ ուզում փչացնեմ այս պահը։ Դե գնան մի խանգարի թող ավարտեմ։ Պաստորեն Լևը չէր ինձ հետևողը, ճիշտ էր ասում։ Ես ինչ-որ մեկը Լևի հետևից անգելու հետ ինչ-որ մեկը ներսից է։ Սլավի սպանությունն էլ կապված այս ամենի հետ։
Ամեն ինչում քեզ մեղադրեցի, բայց փաստացի մենակ ես մնացել։ Ես քեզ չեմ թողնի մենակ։ Ես չեմ թողնի, որ քեզ ինչ-որ բան լինի։ Դու մենակ չես մնա։ Լիքը մարդ կա, երջանիկ ապրում եմ եկել տենում ես մեռավ։ Հայանի իմ նոմաններն ինչ են ապրում։ Ես ում եմ պետք, ոսկի ես ինձ պետք չեմ։ Դաղոտ քիչ է մնացել, քեզ էր Ադամ Գյորգիչ, հետո չասես չես զգուշացրի։ Ալի քաթաթա մի արի, ասում եմ վատ եմ, գնա հետո կխոսենք։ Դու հիմա վատ չես, դու վատ կլնես են ժամանակ, երբ որ ես կուզեմ, իսկ ես իմ ցանկությունները կատարում եմ ու սպասածներ չեմ տալիս։ Նայ տես, ամեն ինչ քեզնից է կախված։ Ալիք, դուրս արի։ Գնում եմ, բայց իմ ցանկությամբ։ Այսօր մեր զրույցը չստացվեց։ Երաչ։ Խորան ինչի վրա ես ինձ ուրախացել։ Ասածդ բացել է, լուրջ եմ ասում։ Էդ որ ուզում էիր հետս պսակվեիր լուրջ էիր խոսում։ Հա, շատ լուրջ էի ասում։ Եթե մի անգամ էլ բերանդ բացես, ես եմ փակելու բերանդ։ Կբռնես մի րոպե երեխուն, ես էլ մի բան ուտեմ։ Ոնց որ արդեն խասյաթ ես սարքում։ Հա ինչ անենք, որդ երեխեն է։ Հոպար չես ուզում ինձ գրկես։ Արա նա ինձ ինչ էր։ Արամիկ։ Էս ով է։ Ոնց ով արա խառնել ես։ Քշերը չես քնե մոռացել ես ով է։ Մի րոպե, ինքը Վլադը չի։ Խորենն է, Վլադի զույգ եղբայրը, մի խառնի իրան Վլադի հետ։ Ինձ ինչ ես ով արա։ Դու ինչ գործ ունես Վլադի աղբոր հետ արա։ Ով է։ Արամիկը իմ աղբերն է, ծանոթացեք։ Խորեն Արամիկ։ Արա ուզում ես իմանաս ով եմ էլ տեղից է շուտ արա։ Մի րոպե, ծեծել չկա իրար, յա։ Լսեք, Մարգարիտան համարվում է կորած, կամ ինչպես դուք եք ասում, սպանված, եթե տենց է, ինձ ինչի եք կանչես տեղ, ես ինչ կարող եմ անել կամ ձեզով ասեմ, որ եթե իմ սիրուհին է։ Խնդրում եմ մի բղավեք։ Ես կարող եմ ինձ իրավունք վերապահել բղավել։ Այսինքն Ես թույլ չեմ տա, որ օդում պտտվող ինֆորմացիաների հիման վրա ինձ կանչեք ոստիկանություն եւ մեղադրանք առաջադրեք։ դեռ ոչ մեկ ձեզ չի մեղադրել։ Մնում եմ մեղադրեիք։ Ես այս շենքը փլատակների կվերածեմ։ Ես այս չեմ թողնի։ Ալի գլորա։ Բայց այդ լռությունը երկար չի տևելու։ Ինքը մտածում է ոնց հարվածի, որ իր ուզածը ստանա։ Ես էլ իմ հերթին պետք է մտածեմ իմ հասցվելիք հարվածի մասին, որ կարողանամ ակուտ քաղել ինձ ընձեռնված հնարավորությունից։ Ամեն անգամ այս կարգի բախտ չի եփտում մարդուն։ Հետո սենց միջև երբ։ Ինչ է։ Միջև երբ ենք շարունակել ու դրսերում հաց ուտել։ Ինչև ամուսնանալը։ Դե հա էլի։ Թե չէ դու ինձ հենց արդեն երես ես տալիս։ Ամեն օր դրսում ենք հաց ուտում։ Եթե սենց շարունակես, ես հաստատ պատրաստել չեմ սովորի։ Սոված կպահեմ քեզ, արդյունքում կբաժանվես ինձնից։ Կարտոշկա ժալի տանել գիտես։ Այո, գիտեմ։ Պապան Մոնթեն։
ասում էր, որ ինձ մոտ շատ համեղ է ստացվում։ Հիմա երևի կասես, թե կարտոֆիլի ժարիտնի չէ, որ ինձ էլ գովեցի, չէ։ Հա դե ամեն մարդ չի, որ կարողանում է իրականում լավ կարտոշկա ժարիտ անել։ Էդ այն է։ Ոչ մեկ, ոչ երկու, պատրաստած ես չփորձած, արդեն ծիծաղում ես վրաս։ Բայց ուրա ծիծաղում եմ։ Իսկ դու դեմքիդ մեջ չէ, ասասներիդ մեջ ծիծաղ փնտրի։ Ձվածեղ անել գիտես։ Դա էլ գիտեմ։ Դե դա ասա փրկվեցի էլ է։ Այդքան հիշաչար լինել պետք չուներ։ Այդքան ասեցի, որ վերջ։ Այլ ինքնագործունեությամբ չեմ զբաղվի։ Յուրաքանչյուր քայլից մասին կզգուշացնեմ քեզ։ Ներողություն խնդրեցի։ Չէ, դու շարունակում ես սենց անտարբեր լինել ու չոր ինձ հետ։ Մերս փորձել ես գիշեր ինքն իրան այրել։ Վարել է այն սենյակը, որտեղ ինքն էր մնում, բայց հրաշքով ողջ է մնացել, փառք Աստծո։ Ոնց։ Բայց չէիր շուտ ասում։ Դե որ ասա ինչ պետք է անեիր։ Ինձ թեկուզ եմ, որ սենց երջանի կապուշի պես բերանից չէի բացի ու նստեի։ Կյանքս նորմալ է, ձևական բաների հետևից մի ինգի։ Այ քեզ բան։ Բայց ինչի է մամատ փորձել ինքն իրեն այրել։ Մամայի վիճակը շատ է վատացել ու այդ շնորհիվ խորենի։ Բայց ինչ է արել, որ։ Անհաջող տղա է։ Քեզ բան։ Գնանք մամայի տեսնենք։ Չէ, հիմա չէ։ Եթե սենց ծայրահեղ վիճակ է, մամատ էլ տենց վատ է, արդյոք մեր հարսանիքը տեղին է։ Կարող է հետաձգենք։ Ոչ մի դեպքում։ Առանց էլ շատ պատճառներ գտանք մեր միությունը հետաձգելու համար։ Կանգնի։ Հետ գնանք։ Ինչ է եղել։ Այնքան ես խափ է, որ ճիշտն էլ ես ասում, մարդ չի ուզում հավատա։ Ասա իմանամ ինչ է եղել։ Ստից բանի համար քեզ մեքենայի տակ չէիր գցի։ Ասա իմանամ ով է քո թշնամին։ Եթե քո թշնամին ընկած է նաև իմ հետևից, ես է պետք է իմանամ իրան։ Ասա իմանամ ով է, անունն ասա։ Ոնց համոզվեցիր, որ թշնամուս հրամանով էին քեզ հետևում։ Դրանցից մեկին բռնցրի պատին դեմ տվի, բայց իմ ուզած պատասխանը չստացա։ Լսի Ժանում, հեռու մնա։ Գլուխդ կուտեն մի հատ օֆել չեն անի։ Ես ինձ իմ կյանքում չեմ ների դա։ Եթե այդքան մտածում ես իմ մասին, ուրեմն պետք է ասես տենամ ում հետ գործ ունեմ։ Դու գործ չունես, դա իմ գործն է։ Իմ։ Քեզ մնում է քաշվել կողքի, մտնել թևից տակ ու հանգիստ ապրել, վայելել կյանքը։ Քո թևի տակ ապրելու ժամանակները վաղուց արդեն անցել են լև։ Ժանո, եթե դու իմ տղեն ես, ուրեմն պիտի իմ կողքին լինես ու իմ թևի տակ, քո տեղ իմ թևի տակ է։ Հələ մի րոպե, հələ դու մտ ինձ հարցրա, ես ինձ քո տղեն համարում եմ, թե չէ։ Մի համարի, բայց գիտակցի, համախմբվել է պետք, միասին է պետք լինել, իրար կողքի։ Արա մի փրչոտը քիչ էր, հիմա էլ երկրորդին ես ճարել, արա։ Արա կարող է երրորդն էլ հայտնվի, երրորդից էլ երեխա ունենաս, լնենք խայտարակ, արա դրանք տառական են, արա լուսի վրա են գալի, ես չեմ ջոգում։ Ես խորենին չեմ սիրում։ Հո, չի սիրում, բա ինչ անում, վլաձիկի կարոտն ես առնում, արա։ Եթե շարունակելու ես գոռալ, ես իջնում եմ։ Տո վերընկի ինձ որտեղ վերընկած ես, քանի չեմ թողե եկե հետևը։ Լսի, քեզ ինչ ես ում հետ եմ հանդիպում։ Արա տո որ վեկալում ես, ինձի ոչ շի բան, թո վլաձիկդ մտածի։ Իսկ Վլադիկին ընդհանրապես մեկ աթա ես ում հետ կհանդիպեմ։ Արա,
Այ քուր, ինչ ասեմ, քուր, դրանից եմ գժվում, որ սաղ թքած ունեն արա քո վրա, այդ թվում նաև ես երկրորդ տառականը, որ քեզ օգտագործում է, քեզ սաղ օգտագործում են, դու չես ջոգում։ Ոչ։ Դու ուտես մկան պոչ, լսի քեզ ինչ եմ ասում, էտի վրեժ ա լուծում, ու քեզի օգտագործում է, չեր ես քեզ ա իրա վրեժը լուծում, դու չէիր ասում, որ ինքը վրեժ ա ուզում լուծի։ Հա, թող տենց լինի, մեզ վրեժն ա կապել։ Դու այս շլանք բաուն, ինքը քեզի օգտագործում է, ես քեզի ոնց բացատրեմ։ Արա, բայց ինձ էլ չի դզում արա, որ իմ քրոջը կարան օգտագործեն։ Հորեսարև ովքեր են այդ տառականները, որ քեզ օգտագործեն, արա։ Իսկ քո մտքով չի անցնում, որ քո քրոջը կարող են նաև սիրել, թե չի կարելի։ Ու անջատված ոտքդ գազին մի դիր, երեխա կա մեքենայի մեջ։ Հետդ եմ։ Привет. Ում ես կորցրես մազութի ու կեղտի մեջ։ Քեզ։ Ես գիտեմ, կորցրած բանը հեշտ չի վերադարձնել, ինչպես նաև հեշտ չի ու անիմաստ է կպցնել կոտրվածը, միևնույն է հետքը մնալու է, արդյունքն էլ կարճատև լինելու։ Ես կյանքիդ մեջ առաջին անգամ գիրք ես կարդաց, այդ դատարկ գլուխդ սիրուն նախադասություններ ես լցրել, եկել ես ինձ զարմացնես։ Ու ոնց ես դու սիրել իմ նման դատարկագլխին։ Կարդացածդ գրքում չկար սերը կույր արտահայտությունը։ Չէ, լավ, էդ էլ իմ կողմից ասեմ իմացի։ Ես չեմ եկել հարաբերություններ վերականգնելու, հիշում եմ, որ ես եմ վերջակետ դրել։ Որ հիշում ես ինչ ես եկել։ Ուզում եմ, որ հավատաս, որ ես չեմ ազատվել երախուց։ Իմ համար շատ կարևոր է, որ դու ինձ հավատաս։ Երդվում եմ, ես դա չեմ արել։ Իմ համար եղանակ չի փոխում քո ասածը։ Իսկ իմ համար քո հավատալը կարևոր է։ Հա, հավատում եմ։ Լավ է, երջանիկ ես։ Դե գնա։ Հենո, հերիքա նվաստացնես մի մարդու, ով քո հետ անկեղծ է։ Ես ճիշտ եմ ասում։ Ես վատացա, ինձ տարան հիվանդանոց ու բժիշկը ասեց, որ Էական չի թե բժիշկներն ինչ ասեցին, հեռացի։ Չես հավատում։ Չէ։ Ուրեմն ես քո համար այդքան անվստահելի եմ, հա։ Բարոյցես։ Զինկոմից հարատից ենք։ Ներս անցեք, չնայած չէ էլի մայրս հիվանդ է, ավելի լավ է ներս չմտնեք։ Դուք այսօր պետք է ներկայանաք զինկոմիսարիատ։ Ինչով կբացատրեք ձեր բացակայությունը։ Ես չեմ կարող հիմա գնամ հայրենիքից ծառայելու, այն դեպքում, երբ մայրս ծանր հիվանդ է։ Ես ինչ ավիճակ է տալիք։ Այդ չթեթև կոտրված կա։ Հա, մատաղ ունես անելու։ Հա, բայց կենթանի չէ։ Մարդու եմ ուզում մատաղ անեմ։ Շատ դաժան ես ալիք։ Ինձնից դաժաններն էլ կան, բայց իմ անունն է դուրս եկել։ Ալիք, ես ընդմիջման եմ դուրս եկել։ Ու շուտ պետք է վերադառնամ գործի։ Հենց որ եթե բան ունես ասելու, ասա։ Ես ասեմ։ Իսկ ուրիշով ես ուզում որ ասի։ Դու պետք է ասես։ Ես ինչ ասեմ։ Ինչ ես ուզում քեզ վատություն անեմ, որ։ Հա, պատրաստվում ես վատություն անես։ Ընկել ես հետևիցս, որ ինչ ստանաս։ Ինչ ընկնի ձեռդ։ Չէ, մենակ թևի չէ։ Ուղեղի տրավմա էլ է ստացել, հա։ Արի մեզ տղամարդավարի պահենք։ Վալերի Սերգեյիչ։ Խոսա։ Բացումը դու արա։ Մարգոն կորել է։
Մարգոնովը։ Դու չես հիշում են կանանց անունները, որոնց հետ քնում ես։ Ալիկ, սիրուհիների հարցում ես քո նման նախանձելի չեմ։ Քանի անգամ ես քնել Մարգոյի հետ եւ որերորդ անգամից է որոշել քեզ օգնել։ Ինչ կմտածեն, երբ պարզվի, որ ազգային անվտանգության բարձրաստիճան աշխատակիցը սպանել է մի 25-ամյա աղջնակի, որը իր սիրուհին է եղել։ Մարդարարածը լույս աշխարհի գալիս Աստծո կամոք։ Ով ենք մենք, որ երբ պատահի գողանանք Աստծո տված կյանքը։ Ով ենք մենք, որ այսքան անփույթ վարվենք Աստծո տվածի հետ։ Արամարենք նրա ստեղծածը։ Հետո էլ մի ստի ներողությամբ պահանջենք, որ մեզ ների։ Ամեն մեկն իրավունք ունի քրիստոնյա վայել թաղվելու։ Հոգիդ հանգստություն չի գտնի, քանի դեռ քեզ սպանողն անպատիժ է, բայց գոնե հանգրվանը թող մարդավարի լինի։ Մեզանից ոչ մեկ առաջ պետք է չընկնի։ Պայմանա։ Երկուսով թաղում ենք այս փողերը, երկուսով էլ պետք է հանենք։ Այս փողերն երկուսինս է։ Ոչ մի վարքյան չմոռանաս այս մասին։ Թաղելիս ջանգու երան չէիր խնայում։ Լավ, փոս էիր փորում, համամարդ թաղելիս նախընտրում ես գցել ջամբրուկն ու շամպես կորցնել։ Իսկ ինչ մնում է պայմանին, դու երբեք էլ խոսքի տեր մարդ չես եղել։ Ես վերջերս Վալերի Սերգեյիչ, ինձ չի հաջողվում մարդկանց ուրախացնել։ Ինչ լավ որ քեզ երջանկացրի։ Չուրախացրիր, զվարճացրիր։ Իսկ դրանք Ալիկ ջան, տարբեր բաներ են։ Վալերի Սերգեյիչ, մեծ մարդ ես։ Մենք ջահել աղջիկ ենք կորցրել, իսկ դու։ Մենք չէ, դու ես կորցրել։ Որովհետև մեկը ես, չգիտեմ, թե ում մասին ես խոսում։ Վալերի Սերգեյիչ, ամոթել չեք անում, ձեզ տղամարդու պես չեք պահում։ Ալիկ հարտերը բացենք։ Այս սա ուրիշ հարց։ Թե ով է Մարգոն, քեզանից լավ ոչ ոք չգիտի, որովհետև Մարգոն քո սիրուհին է եղել։ Բայց դուրս ա գալիս, որ իմ սիրուհուն ինձնից լավ դու գիտես։ Սիրուհիների գործակալություն չունեմ։ Բայց երևի մոռացել ես, որ ես հենց կառույցում եմ աշխատում, որտեղ մարդիկ օդից ինֆորմացիաներին տիրապետել են սովորում։ Եվ որն է քո տիրապետած ինֆորմացիան։ Մարգոն քո սիրուհին է եղել։
Դու էլ իրան վերացրել ես։ Ու քո չունեցած ապացույցներով ուզում ես գործը իմ գլխին բարդես։ Ասում են մահացողի վերջի կամքը սրբությունը։ Բայց դե մահացողի վերջի խոսքն էլ երևի սրբությունը։ Ալեք, եթե իմանայի սենց անիմաստ խոսակցություն ալինելու, երևի չգա ես հանդիպանը։ Ինձ Մարգոն ասել է, որ դուք կուլտուրականով ասած հարաբերությունների մեջ եք եղել։ Իսկ ուրիշ էլ ինչ ասեք ո Մարգոն։ Մեր Մարգոն։ Ինձ ասեց, որ ամենակարևոր պահերին դու այնքան անհետաքրքիր ես եղել, որ իմ մասին եք խոսել։ Չէ, հա, վերջացրի՞ր, թե էլի Մարգոյից լուրեր ունես բերված։ Հիմա էլ ես եմ հարցնում։ Ինչի ես սպանել այդ աղջիկան։ Ինչ էր արել քեզ այդ աղջիկը։ Սպանելու վարպետը դու ես արել։ Ոնց որ իմացի չստացվեց։ Ինչը։ Մտածածը։ Լավ էր ստացվեց։ Մոտդ խուճապ առաջացավ։ Ես չէի եկել քո մոտ արդարանալու։ Պարապես մնաց է։ Քեզնով հետաքրքրվող տղեկի ցուցակը ռեսկի կրճատվել է ու վազելով եկել ես մոտես։ Դու ինչ ես մտածում, որ ես քեզնով եմ ապրում, թե քո սեփական շունն եմ, որ երբ ուզենաս ոտերի տակ պարկած կլնեմ։ Ինչ լավ է ստացվում քեզ մոտ մարդկանց վիրավորելը։ Հարուստների մոտ դա շատ լավ է ստացվում։ Եթե հաշվի առնենք, որ իմ հերն է լավ հարուստ է, ցանկության դեպքում ես էլ կարամ փողի համը զգամ։ Մենց որ զարմանալ պետք չի։ Դու չհասկացար ինչի համար էի ես եկել։ Նոր ասեցի գալուտ պատճառը։ Այո, դու խելոք հարուստ ես։ Միանգամից կարդացիր իմ անխելքիս մտքերը։ Ով էր քեզ խնդրե գայր։ Գայրը օրս փչացնեի։ Թե իմ ինչին էր պետք, դու ինչ կմտածես իմ մասին, ինչ կարծիք կունենաս, մեկը ինչ էլ ասեմ, դու մտածելու ես վատը, ամենավատը։ Գնացել է հիվանդանոց քեզ տեսնելու։ Ասացին, որ տեղափոխել են։ Ու նաև ասացին ինչի եմ տեղափոխել ու ինչ ա եղել քո հետ։ Արագի մեջ եկա, լավա դեմս մարդ դուրս չեկավ, թե չէ կսպանեի։ Ես տաքություն էի քեզ բերում։ Ես իմ ջերմությունն էի ուզում քեզ բերեի։ Սխալ բան ես արել, չպետք է անեիր։ Ես քեզանից մեծ եմ։ Ու ես լավ գիտեմ, թե ինչ պիտի անեի, իսկ ինչ չպիտի անեի, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Եթե վառել, ուրեմն պետք է իրանց վառեինք, հորն ու տղուն։ Չէ, ես քո ծնունդն է անում, ես դու չկայր, որ մամերը հանգցնեիր։ Մենակ չի կարելի գործել։ Սխալ ես արել, մենք պետք է երկուսով գործենք, միասին։ Այդպես մի ասա, իրանք էլ են եկել, Վլադն Ադամը, իրանք էլ են վախեցել ինձ համար։ Դու հավատացել ես, հա? Հավատացել ես? Ախր իրանք ձևեր են տապել, իսկ դու միանգամից հավատացել ես։ Մի քիչ, շատ քիչ, բայց ես ասեցի իրանց այն ամենը, ինչ որ
Մտածում էի, ինչ որ պիտի ասեի։ Իրանք քեզ հեղափոխում են։ Ես ամեն ինչ անում եմ, գալիս եմ, աչքերդ բացում եմ, բայց մեկ աուքուտ չկա։ Իրանք գալիս են 5 րոպեում քեզ հեղափոխում են, ուղեղդ լվանում են ու գնում են։ Չի ես ինձ հետ այդպես վատ խոսում։ Չի որ ես քո մաման եմ։ Մամաս ես, բայց մոռանում ես իրանք իմ հետ ոնց են վարվել, ինչ են արել։ Հատեղոտունը չէիր նստելու ինձ սպասեիր։ Բայց ես գիտեմ քեզ որտեղ կգտնեմ։ Քշիտուն փոխվեմ, գնում ենք Սևան։ Տեսնես, որ ինձ սկսած է։ Միշտ քեզ պատկերացնում ես ամենաշքեղ զգեստի մեջ։ Բայց ինձ գալիս է պահը, չես կողմնորոշվում։ Ինձ սիրուն է։ Լավ, Վլադի օգնությամբ մի բան կընտրեմ։ Տղամարդու աչքը սուր է։ Ալո։ Բայց ինչի չէիր վերցնում։ Մաքրվում էի։ Ինչ։ Ինչ էիր անում։ Վաղնիկում լողանում էի, էլի։ Հա, վախեցա, չհասկացա ինչ ասեցիր։ Ինչ աջելի է լսել, որ դու ինձ համար անհանգստանում ես։ Պապից վախենում եմ քեզ համար։ Շատ եմ վախենում։ Պետք չի աղջիկս։ Ես ինձ համար հանգիստ անը նստած խորում եմ այս աշխարհի, այս կյանքի դրվածքի մասին։ Իսկ այն մի հոգին եկել է քո տուն։ Չէ, աղջիկ ջան, հանգիստ եղի, եթե գա ես ինձ կարամ պաշտպանեմ։ Իմիջայլոց Վլադին ասա թող միշտ կողքիդ լինի, որ ես հանգիստ լինեմ։ Բայց հարցավոր դեպքում ես ինձ հանգիստ կզգամ, երբ նա քեզ մոտ լինի, թե քեզնից հեռու։ Ալիգն ատամը կրճտացնում նրա վրա։ Ինչքան քիչ բան է պետք մարդկանց երջանիկ լինելու համար։ Ինչ անհոգ, անմեղ են թվում։ Միգուցե նրանց երջանկությունը, անհոգությունը ևս թվացյալ է։ Աստվածի։ Ուրիշները մեզ են նայում կողքից, երանի են տալիս, չիմանալով, որ մենք հարուստներս զվարճանում ենք, բայց երբեք երջանիկ չենք։
սպանել եմ, չհասկացա ոնց։ Ու ինչ հանգիստ ասեց սպանել եմ։ Սաշա, ես եկա։ Ուղղակի քարտուղարուհի տեղում չէր, դրա համար ես միանգամից մտամ։ Սաշա։ Ինչ որ էր ջահել էր։ Ալիկը նրան ինչ տված պիտի լիներ, 2 կոպեկ փող։ Իսկ տես փոխարենը ինչ վերցրեց, կյանքը։ Զզվել ես գալիս էր այդ աղջկանից, բայց արի ուտես, որ նրա մահը իմ վրա շատ ավելի է ծանրացել, իսկ Ալիկը հեչ էլ չի զղջում իր արածի համար։ Իր առավոտվա պահվածքը հենց դա էր վկայում։ Վայ Աստված իմ։ Մյուս անգամ որ գան, կասես, որ դու իրանց չես ուզում տեսնել։ Ու դուրս կշպրտես տեղից։ Իսկ ինչի ինձ չես տանում քեզ հետ։ Ես շատ եմ ուզում, որ դու ինձ տանես քեզ հետ։ Որովհետև իրանք չեն թողնում։ Իրանք խանգարում են, անընդհատ խանգարում են։ Իսկ դու պայքարի։ Դու ամեն ինչ արա, որ տանես ինձ քեզ հետ։ Քո մաման քեզ հետ։ Գնա, ես չեմ ուզում քեզ տեսնել, իմ հավատարիմ տղան ինձ հետ է։ Այս ես անում էլի, որ մորես անում ես բոլորի դեմ, գալիս ես գլուխը դնում ես կրծքին ու սաղ թույնդ փոխանցում ես իրան, ու իրա մասին չես մտածում ամենակարևորը, չես մտածում հետո ինչ կլինի։ Իմ տղային չնեղացնես ու վատ խոսքեր չասես։ Չեմ ամջան խոսք եմ տալիս, ես իրան բան չեմ ասի, ինչ-որ շատ ասեցի, հիմա իր հետ պետք է լրիվ ուրիշ լեզվով խոսալ։ Իմ տղային մատով չկպնես։ Քո խորենի լեզուն էս է։